Մենք փոքր ՓՄԶ ռազմավարության շրջանակներում անդրադարձանք բորսայական կապիտալին հասանելիությանը, բայց մենք այս ոլորտում ունենք շատ կարևոր ռազմավարական անելիք, որն է առաջինը մենք պետք է վերաիմաստավորենք այսօրվա բաժնետիրական ընկերությունների իրավակարգավորումները, մենք պետք է վերացնենք արհեստական փակ եւ բաց բաժնետիրական ընկերությունների հետ բաժանումը։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Փակ բաժնետիրական ընկերությունը ինքը ըստ էության սահմանափակ պատասխանատվության ընկերությունից որևէ բանով չի տարբերվում։ Մենք պետք է վերադառնանք աշխարհում ընդունելի պրակտիկային։ Եթե ասում ենք բաժնետիրական ընկերություն, ապա դա նշանակում է ցուցակում արժեթղթերի բորսայում։ Դա նշանակում է IPO, դա նշանակում է բարձր հաշվականություն, դա նշանակում է կորպորատիվ կառավարման բարձր կուլտուրա։ Հետևաբար, առաջինը ռեֆորմի, առաջի քայլը բաժնետիրական ընկերությունները, բոլոր բաժնետիրական ընկերությունները, փակ բաժնետիրական ընկերությունները որոշակի ժամանակահատվածում պետք է վերաձևակերպվեն, վերակազմակերպվեն կամ որպես ՍՊԸ, կամ որպես բաժնետիրական ընկերություն։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սահմանափակ պատասխանատվության ընկերությունների կարգավիճակ ունեցողները ըստ էության դիրքավորում են իրենց ՓՄԶ դաշտում, բայց նաև իրենք հասանելիություն ունենալու են բորսայական կապիտալին։ Դա նշանակում է, որ օրինակ նաև բարձր, այսպես ասած, հանրային հաշվետվողականություն ունեցող ընկերությունները, որոնք որ սահմանվելու են օրենսդրությամբ, օրինակ հանրային ծառայություններ մատուցողները, օպերատորները, կապի օպերատորները, հանքարդյունահանման ոլորտում գործունեություն իրականացնողները, բանկային համակարգերը, սրանք պետք է պարտադիր կերպով միայն գործեն բաժնետիրական ընկերությունների կարգավիճակում։ Սա նշանակում է, որ այդ իմ նշած կազմակերպությունների բաժնետոմսերը ազատ շրջանառվում են մեր արժեթղթերի շուկայում։ Դա նշանակում է, որ բանկային վարկից բացի նաև հասանելիություն կա նաև այլընտրանքային կապիտալի ներգրավման հնարավորություն։ Մյուս կողմից մենք նաև եկամուտների ծախսերի համատարած շրջապտույտից դուրս բերված գումարները, որոնք խնայողությունների տեսքով մեր քաղաքացիները պահում են իրենց տանը, ենթադրենք, չէ, եւ լավագույն դեպքերում բանկերի ավանդների տեսքով վերադարձնում են տնտեսություն, իրենք հնարավորություն են ունենում մասնագիտական տերմինով ասած պասիվ ներդրումների անվան տակ վերադարձնել դրանք տնտեսություն, այսինքն ներդրումներ կատարել արժեթղթերում։ Սա տնտեսական առումով բավականին կարևոր է։ Հետևաբար, եթե ամփոփենք, ապա մի կարևոր բան մոռացա, շահութահարկի մոդելը մոռացա։ Բաժնետիրական ընկերությունների համար շահութահարկի պարտավորությունը տեղափոխվում է դիվիդենդի բաշխման պահով, վրացական էստոնական մոդելի։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ պետությունը ինքը գործընկերային դիրքավորում է ունենում բաժնետիրական ընկերության հետ։ Ըստ էության այն շահույթը, որը չի բաշխվում, մնում է ընկերության մոտ, որպեսզի ընկերությունը ել ավելի մեծ ներդրումներ ունենա եւ զարգացում ապահովի, պետությունը այդ շահութարկը չի վերցնում այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունը չի որոշել դիվիդենդներ բաշխի իր բաժնետերերին։ Հենց որ դիվիդենդներ կբաշխի իր բաժնետերերին, նաև կվճարի իր շահութարկը պետությանը։ Հետևաբար, նոր բաժնետիրական ընկերություններ, նոր շահութարկով հարկումը միայն շահութի բաշխման պահին։